Եվ հիմա տեսեք, ոնց որ արեց Արցախի հետ, եւ հայ ժողովուրդը իր սոցիալ-հոգեբանական տրամաբանությամբ եւ տրամադրվածությամբ չկարողացավ դիմակայել Փաշինյանի հողը հանձնելու եւ այդ մարդկանց պատմության մեջ առաջին անգամ հայրենազրկելու process-ից նույնը կարող է ունենալ սահմանադրական փոփոխություններով, կարող է հրամցնել մեզ, որ պահանջատիրությունը այլևս սահմանադրության մեջ չլինի։ Միանգամայն դատողությունները կանում ճիշտ դատողությունները այս իրականության մասին։ Նիկոլ Փաշինյանը փակում է երրորդ հանրապետությունը։ Փակում է երրորդ հանրապետությունը նաև սոցիալ-հոգեբանական իր բոլոր շերտերով։ Երբ որ ասում են փակում է երրորդ հանրապետությունը, այնտեղ մեր հաղթանակներն են, այնտեղ Արցախն է, այնտեղ ինստիտուցիոնալ երկիրն է, Հայաստանի երրորդ հանրապետությունը, այնտեղ իրապես մի քիչ միգուցե քննադատության արժանի, բայց մեր ժողովրդավարական երկիրն էր այն ամենայնիվ ոչ թե այսօրվա Հայաստանը մեկ մարդու բռունցքներում այսպես կենտրոնացած մի հատ բռնատիրական խալիֆություն է սահմանել եւ ինքը հրովարտակ է տալիս քո սոցիալ-հոգեբանական կերտվածքը այսպեսին պիտի լինի, արևը պիտի ծագի արևելքից եւ մայր մտնի արևմուտքում, ջրերը պիտի հոսեն, չգիտեմ, ուղղակի սա խելագարության կանխավարկած է, բայց նա գիտակցում է թե ինչ է կատարում չորրորդ հանրապետությունն է իբրև թե կերտում խեղելով մեր ինքնությունը դες սոցիալ-հոգեբանական չէ բառապաշարն է օգտագործում որտեղ չկան մեր արմատները որտեղ հայը իր ուղեղի չափով են 29740 այդ է իրանց մտածումը քարտեզով եւ նաեւ չորրորդ հանրապետության կամ իրական Հայաստանի գեղագիտությունը որտեղ այս սահմանից դուրս նույնիսկ եթե կարծացել եք իրական Հայաստանի գեղագիտությունը դա գաղափարախոսությունն է ինքնաոչնչացման գաղափարախոսությունը այդ գեղագիտությունը, որը դեռ կառավարության արդիսի, այսինքն նախագծերի բաժնում դեռ այնտեղ զետեղված է։ Սա գաղափարախոսությունն է մեզ ոչնչացնող, մեր ինքնությունը, որևէ մեկը բարոյականություն եւ իրավական որևէ հիմք չունի, ինձ արևմտահայի սերունդի կամ որևէ մեկին արգելելու չհիշելու Սասունը, չհիշելու Սասնատռեր, կարող Սասնատռեր էպոսնել հանես մեր բանից, մեր գեղարվեստական մտածողությունից եւ մեր ինքնության կոդից, թե Թորոս Ռոսլինին այս հանելու, թե Նարեկացուն, որը Վանի Նարեկավանքում էր ճկնում եւ գրում Մաջան ողբերգությանը, թե Ամարասը, որ ջնջեցիր, խոսում եմ ու վրդովում եմ Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցի առաջին դպրոցներ Սա ուղղակի ուրացողի դավաճան է, բայց շատ գիտակցված քայլեր են ջնջել երրորդ հանրապետությունը եւ ստեղծել ինչ-որ հաբ Հայաստանից, որի բնակիչները ոչ թե արժանապատիվ քաղաքացիներն են, իրենց ինքնությունն են, քաղաքակրթական ժառանգությունը, համաշխարհային պատմության քաղաքակրթության մեջ ունեցած իրենց դերակատարությունը գնահատող արժևորող հասարակությունից, ընդհանրապես սպառողների հասարակություն, տեսել եք դպրոցներում գրված է, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այսինքն կուկուրուս, պերաշկի, չգիտեմ, սուջուխ, թռնել, այդ ուր որ գնաց հետդ կգամ, այդ արժեքաբանությունը հասկանում եք ինչա կատարվում, բայց այս աղետը վերջ ունի մի շարք պատճառներով, որովհետև չի կարող ուղղակի մարդկայնորեն եմ ասում, չարիքը, վատը, զսպանակը, քաղաքական խոսեմ, զսպանակը անվերջ պրկված չի կարող մնալ, ամսի 7-ը զսպանակը բացելու եւ այս դավաճանական ընթացքին ոչ ասելու ժամանակն է, հասկանալը, որ այս մարդը, որ նստել է քո երկրի գնացքի ղեկին, կամ վարում է այդ գնացքը տանում է դեպի կործանում, Եվ Տիկին Գալստյան բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին է դեմ Հայաստան խմբակցությունը եւ դիմելու է թե արդեն դիմել է սահմանադրական դատարան վիճարկելու դրա սահմանադրականությունը։ Ինչ խնդրահարույց դրույթներ կան այդ նախագծում։ Շնորհակալություն այդ հարցի համար։ Հիշեցնեմ մեզ ունկնդրողին, որ 25 թվականի սեպտեմբերին, 25 թվականի սեպտեմբերին ընդունվեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին շատ ծավալուն օրենքը ընդունվեց, որը գրեթե 1 տարի վերջին շրջանում գոնե քննարկման ընթացք էր, իբրև թե քննարկման ընթացք էր ապրում, թե ակադեմիական շրջանակները եւ ընդհանրապես գիտական եւ բուհական շրջանակներ իրենց լուրջ ընդվզումները փոխանցել են, բայց որպես կանոն այսպես խոսում են եւ գետերը հոսում են, ջրերը հոսում են, առաջարկություններն ջրի հետ գնում են, ինչպես օրինակ երևի գիտեք, որ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարվել